Պարոն Ֆիդանյանի, ինչ ակնկալիքներ կան հանրային լսումներից, ընդհանրապես իմպիչմենտի գործընթացը ըստ ձեր որ հանգրվանում է։ Շնորհակալ եմ հարցի համար, տեսեք, յուրաքանչյուր մեթոդաբանություն, որը որ միտված է Նիկոլ Փաշինյանի իշխանության համատեքստում, դա ողջունելի է։ Յուրաքանչյուր գործողություն, որը որ միտված է որպեսզի այս ազգակործան իշխանությունը հեռանա, դա ողջունելի է եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բանը չհասնի հերթական ընտրություններին, որովհետեւ տեսեք, հերթական ընտրությունների համատեքստում մենք ունենք 2021 թվականի տխրահարճակ փորձը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից հետո, ջախջախումից հետո մենք հիշում ենք, թե նա ինչպիսի վիճակում էր գտնվում, բայց 21 թվականի ընտրությունների համատեքստում նա կարողացավ ցավոք սրտի ավելի ուժեղացած դուրս գալ այդ իրավիճակից եւ ամեն ինչ, որը որ արվում է կանխելու 2026 թվականի ընտրությունները, այսինքն հասնել է ընտրություններին, դա միանշանակ ողջունելի է, ես չեմ խոսում ընդհանրապես իմպիչմենտի գործընթացի մասին, հա։ Պետք է յուրաքանչյուր քայլ փորձել, որպեսզի հնարավոր լինի օր առաջ այս իշխանություններին ուղարկել պատմության աղբանոցը, որովհետև յուրաքանչյուր օր, որը որ նա իշխանավարում է, դա մի նոր փորձություն է Հայաստանի Հանրապետության համար։ Ես չեմ խոսում Արցախի մասին, որովհետև Արցախը նա արդեն կործանել է։ Հիմա նա կործանում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսնում ենք նրա վերջին շրջանի ելույթները, այսպես ասած, 4 հանրապետության ստեղծման նպատակաուղղված համատեքստում 4 հանրապետությունը դա ըստ էության Արևմտյան Ադրբեջանը ասվածն է եւ պետք է փաստել, որ այսպես ասած 4 հանրապետության ստեղծումով Փաշինյանը փորձանում փաթեթավորված կերպով ամբողջապես կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Եվ վերջին օրին մենք նաեւ տեսնում ենք, որ նա ուղղակի սկանդալային բնույթի հայտարարություններ է իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ, որոնք ոչ այլ ինչ են, քան ուղղակի ցուցմունք Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչ է նա ասում, նա ուղղակիորեն ասում է, օրինակ, որ իրավական ակտով էր առաջին նախագահը մեր զորքերը տեղակայում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Դա փաստացի մեղադրանք է այն բանի, որ նախորդ 30 տարիների շրջանակում մենք եղել ենք իբրև թե օկուպանտ։ Նրա խոսքով մենք իբրև թե օկուպացրել ենք Ադրբեջանի հողերը։ Դրանով նա ուղղակիորեն պատուհան է բացում Ադրբեջանի, որպեսզի Ադրբեջանը ֆինանսական փոխհատուցման պահանջ դնի, որպեսզի Ադրբեջանը դնի նախկին նախագահների արտահանձնման պահանջ, որովհետև ըստ Փաշինյանի տրամաբանության, եթե մենք օկուպացրել ենք Ադրբեջանի հողերը, ապա այդ գործողությունները իրականացնող մարդիկ դուրս են եկել իրենց լիազորություններից։ Եվ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի այս նվերը ուղղակիորեն ընդունելու է։ Եվ ես չեմ բացառում, որ հետագա տարիներին նա դնի այդ պահանջները որպես պայման, այսպես ասած, խաղաղության թուղթը ստորագրելու համատեքստում։ Եվ հետևաբար այս վտանգները կանխելու համար, Հայաստանի վերջնական ադրբեջանացումը կանխելու համար, մենք պետք է օր առաջ ուղղակի վռնդենք այս իշխանություններին եւ քրեական պատասխանատվության ենթարկենք, որովհետեւ նրանց ամեն մի գործողություն դա պետական դավաճանություն է։